Սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ը սարերի ետևում չէ։ Նախընտրական թողուբոհը հասել է իր պիկին։ Խաղաքարտերը բացվել են, կուսակցությունները բացել են, քաղաքական գործիչները արդեն բացել են իրենց բոլոր խաղաքարտերը։ Ժամանակն է ճիշտ դատողություններ անելու։ Ճիշտ դատողությունները վերաբերվեն միայն Հայաստանի ապագային։ Մի մասի մոտ, մարդկանց մի մասի մոտ վերականգնվել է հավատը իր ուժերի հանդեպ, հավատ, որ իրենք կարող են փոխել երկրի զարգացման ընթացքը։ Մի մասի մոտ վերածնվել է հույսը, իսկ կան մարդիկ, որոնք դեռ մինչ այս պահը չեն կողմնորոշվել, թե ում տան իրենց ձայնը։ Ուստի հենց այդ մարդկանց համար ես կընթերցեմ իմ բանաստեղծություններից մեկը, որը գրել եմ դեռևս 2024 թվականի մայիսի 18-ին։ Բանաստեղծությունը, եթե նվիրված բառը կարելի է ճակերտավոր իմաստով արտահայտել, նվիրված է հենց գործող վարչապետին կամ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին։ Բանաստեղծությունը վերնագրել եմ ոչ ոք։ Ոչ ոք այս ազգին այսպես չէր խաբել, թիկունքից այսքան ցավոտ չէր խփել, սեր չէր խոստացել, հեղափոխություն, բայց իր հետ բերել մահ և ծով արյուն։ Ոչ ոք մեզ այսպես ցավ չէր պատճառել, այսքան մայրական արցունք չէր հեղել, չէր դարձել կուռքը տգետ ամբոխի և բարեկամը անկուշտ ոսոխի։ Ոչ ոք այս ազգին այսչափ չէր ատել, սիրո քարոզը թույնով չէր հունցել, հեղված արյունով անմեղ սերնդի պատիժը բուժել ողջ ժողովրդի։ Ոչ ոք մեր գինը այսքան չէր գցել, մեզ չէր ստորացել և պատվազրկել, չէր ոտնահարել անունը հայի, որ թուրքը իրեն լավ աչքով նայի։ Ոչ ոք մեզ այսպես չէր դավաճանել, հայոց զինվորին մեջքից չէր խոցել, չէր արդարացրել իր պարտությունը, քո դատը կանի դեռ պատմությունը։ Ոչ ոք իր գենը դեռ չէր ուրացել, մեր պատմությունը չէր խեղաթյուրել, եռաբլուրի բարձունքը անձայն վկան է քո մեծ հայատյացության։ Ոչ ոք մեզ այսպես մատաղ չէր արել, իր ձեռքով հային չէր ցեղասպանել, քանի դեռ դու ես ղեկը պետության, դատապարտված ենք անվերջ պարտության։ Ոչ ոք, հասկացիր, ոչ ոք մինչև քեզ այսքան բացահայտ դեռ չէր ստել մեզ, մեկ լավ դավաճան, ուրիշ ոչ մի բան, և մենք ազգովի զոհն ենք մատնության։ Սիրելի հայրենակիցներ, առաջին անգամ երևի մեզ այսքան լավ հնարավորություն է ընձեռված 2018 թվականից հետո փոխել իրավիճակը, փոխել դեպքերի զարգացման ընթացքը, փոխել նաև մեր ապագան, փոխել դեպի լավը։ Ամենայն դեպս այն ուղին, որով այժմ գնում ենք, մեզ լավ բան չի խոստանում։ Ուստի իմ խնդրանքն է բոլորիդ, գնացեք պարզապես ընտրություններին և մասնակցեք, ընտրեք ում կուզեք, ընդդիմության ներկայացուցիչներին, բացի համար 16-ից, 2026-ին գնացեք ու պարզապես մերժեք համար 16-ին։ Նրանք մեզ ոչ մի լավ բան չեն բերել այս 8 տարվա ընթացքում։ Շնորհակալություն։